Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Ժողովրդագրությանը վերաբերող թվերը մտահոգիչ են։ Եթե 2016 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել էր 9125 երեխա, ապա 2017 թվականին ընդամենը 8534։ Դրան հակառակ աճել է մահերի թիվը։ Եթե 2016 թվականի առաջին եռամսյակում մահացել է 7744 մարդ, ապա այս տարի մահերի թիվը աճել է 4%-ով 8037։ Բնական հավելաճի, ծնվածների և մահացածների թվերի տարբերության մասով ցուցանիշները ևս տագնապալի են։ Ծնվածների և մահացածների թվերի տարբերությունը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 497, որն ամենացածրն է վերջին 7 տարվա ընթացքում։ Այս ամենին զուգահեռ նվազել է ամուսնությունների թիվը։ 2017 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 3544 ամուսնություն, այն դեպքում, երբ 2015 թվականին այդ թիվը 4348 էր։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ հրապարակված այս ցուցանիշները կանխատեսվել էին դեռ 2013 թվականին։ Եվ մենք անգամ մեր կանխատեսումներով դիտարկել էինք, որ 17-18 թվականին մեր մոտ բնական հավելաճը կզրոյանա եւ արդեն կսկսի բացասական այս ցուցաբերել, եթե ամեն ինչ մնա անենց ոնց որ կար դեռ 2013 թվականին։ Արձանագրված ցուցանիշների պատճառների մասին ըստ Հայրապետյանի արդեն երկար ժամանակ խոսվում է։ Ամենամեծ ազդեցությունը ունեցող գործոնը դա մեծ արտագաղթն է, որը որ տեղի ունենում, եւ մենք ունենք պաշտոնական տվյալներ, որ տարեկան մոտավորապես 20-30 հազար, պլյուս-մինուս բացասական միգրացիոն սալդո ունենք եւ իհարկե ծնելիության անկումը։ Պակաս կարևոր չեն սոցիալ-տնտեսական եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները։ Այստեղ շատ կարևոր եմ համարում իրավունքների պաշտպանության եւ պաշտպանված լինելու գաղափարը, որովհետեւ մի քանի տարի առաջ արված հետազոտություններով 44% հարցվածների պատասխանել էին, որ հաջորդ երեխան չունենալու պատճառներից մեկը այն է, որ չեն տեսնում իրենց երեխայի ապագան երկրում, որովհետև չեն զգում իրենց եւ իրենց երեխաներին ապահով միջավայր որպես այդպիսին երկրում։ Ինչպես պայքարել ժողովրդագրական ահագնացող աղետի դեմ։ Գարիկ Հայրապետյանը մեջբերում է համաշխարհային փորձը։ Օրինակ է բերում Ֆրանսիան եւ Շվեդիան, որոնց հաջողվել է վերջին 25 տարվա ընթացքում բարձրացնել ծնելիությունը։ Մեկ կնոջ հաշվով ծնելիության միագումար գործակիցը 1.4-ից բարձրացնելով 1.9-ի։ Մոտեցումը եղել է ոչ թե ուղղակի թիրախավորումը ծնելիության, այլ ստեղծել միջավայր, որտեղ աշխատանքային եւ ծնողական պարտականությունները ոչ թե իրար հակասել են, այլ իրար զուգահեռ փորձել են սատարել։ Հայրապետյանը նշում է, այսօր ընտանիքը այլևս չի կարող ապրել մեկ հաց աշխատողի մոդելով, երբ ընտանիքում մեկ հոգի է աշխատում։ Հայաստանում միջին աշխատավարձով հնարավոր չէ ապահովել 2 կամ ավելի երեխա ունեցող ընտանիքի բարեկեցությունը։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ երեխա ունենալը խոչընդոտ չլինի կնոջը վերադառնալու աշխատանքային շուկա։ Ստեղծենք պայմաններ, որպեսզի կնոջ մրցունակությունը բարձրացնենք աշխատանքային շուկայում։ Կա մեկ էլ ավելի կարճ ճանապարհ այս ցուցանիշը փոխելու, որը ներգաղթի կազմակերպումն է, ինչը եւս հեշտ չէ։ Սա կլիներ իդեալական իհարկե տարբերակ, բայց ցավոք սրտի, որպեսզի դա տեղի ունենա, երկիրը պետք է դառնա գրավիչ նախկին քաղաքացիների կամ ներկա քաղաքացիների համար, որոնք երկարաժամկետ ապրում են դրսում, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ։ Սա շատ բարդ եւ շատ երկարաժամկետ երկիրը բարեփոխելու տնտեսական, սոցիալական, իրավաբանական եւ օրենքի գերակայության ապահովման խնդիր է երկրում։ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ արդեն որոշակի քայլեր կառավարությունը փորձում է անել իրավիճակը փոխելու համար։ 2016 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակվել է ժողովրդագրական ռազմավարություն, որում անդրադարձ կա նաեւ կնոջ աշխատանքի եւ անձնական կյանքի համակցմանը։ Այնտեղ կա մի քանի ուղղություն, մեկը այդ, որ ասեցի, այս համակցման խնդիրը, երկրորդը արդեն բնակարանային իրավիճակի բարելավման խնդիրը, կա նաև իհարկե ֆինանսական աջակցության խնդիր, որը որ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ծնելիության ուրեմն գործակիցը բարելավելու համար։ Ռազմավարությունն այժմ քննարկման փուլում է, թե երբ այն կյանքի կկոչվի, դեռ պարզ չէ, սակայն գործել պետք է շատ արագ, ասում է Հայրապետյանը։ Եվ այդ գործողությունը պետք է լինի քաղաքական կամքի եւ պետական լուրջ ներդրման հաշվին։ Այն չափով, ինչքանով որ հնարավոր է։
իհարկե հաշվի առնելով նաև մեր պետության ֆինանսական հնարավորությունները։